Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Նրանք ուրախացնում են քեզ Սաղմոս 45:8 Ովքեր են, որ պատիվ ունեն ուրախացնելու Տիրոջը, նրա եկեղեցին, նրա ժողովուրդը, բայց արդյոք դա հնարավոր է, նա ինքը ուրախացնում է մեզ, սակայն ինչպես կարող ենք մենք ուրախացնել նրան, մեր սիրով, ախ մենք մտածում ենք մեր սերն այնքան սառն է, այնքան տկար և ցավոք պիտի խոստովանենք, որ իրոք այդպես է, թեև այն շատ քաղցր է Քրիստոսի համար, լսիր, թե ինչպես է նա անձամբ գովերգում այդ սերն իր ոսկե երկարանում, Ինչ գեղեցիկ է քո սերը, ով իմ քույր հարս, Ինչ լավ է քո սերը գինուց, Երգոց 4:10 Տեսնում ես, թե նա ինչպես է ուրախանում քեզանով, ով սիրող սիրտ, Երբ դու քո գլուխը նրա կրծքին ես դնում, ոչ միայն դու ես ուրախություն ստանում, այլև նա ինքն է ուրախանում քեզանով, Երբ դու քո սիրող հայացքը ուղղում ես նրա ամենաշնորհ երեսին, ոչ միայն դու ես փոփանք ստանում, այլ նա ինքն էլ բերկրանք է ապրում, մեր փառաբանությունը ևս ուրախացնում է նրան, ոչ թե պարզապես շուրթերի երգը, այլ սրտից բխող խորը երախտագիտության մեղեդին, մեր ընծաները ևս հաճելի են նրան, նա սիրում է տեսնել, թե ինչպես ենք մեր ժամանակը, ջանքերը և մեր ողջ էությունը դնում զոհասեղանին, նա ընդունում է դրանք ոչ թե իրենց արժեքի համար, այլ հանուն այն շարժառիթի, որից բխում են մեր ընծաները, իր սրբերի համեստ զոհաբերություններն ավելի թանկ են նրա համար, քան հազարավոր ոսկին ու արծաթը, սրբությունը կնդրուկի և զմուրսի պես է նրա համար, ներիր քո թշնամուն և կուրախացնես Քրիստոսին, ունեցածդ աղքատներին տուր և նա կցնծա քեզանով, միջոց դարձիր հոգիների փրկության համար և հնարավորություն կտաս նրան իր անձի աշխատության պտուղը տեսնելու, Եսայի 53:11 Հռչակիր նրա ավետարանը և քաղցր անուշահոտություն կլինես նրա համար, գնա և հեթանոսների մեջ խաչը բարձրացրու և պատիվ կբերես նրան, դու հիմա էլ կարող ես կոտրել ալիբաստրե անոթը և ուրախության թանկարժեք յուղով օծել նրա գլուխն ինչպես արեց այն կինը, որի հիշատակը մինչ օրս պատմվում է ամեն տեղ, ուր ավետարանը քարոզվում է, արդյոք դեռ հապաղում ես, միթե չես օծի քո սիրելի Տիրոջը սրտիդ փառաբանության զմուրսով, հալվեով և կասյայով, այո, փղոսկրյա պալատներից կլսվեն սրբերի օրհնաբանությունները, Սաղմոս 45:8